Անելյան, շնորհակալ եմ բոլոր հարցերի համար, մանավանդ վերջին, պետք է ասեմ, որ այս հարցում մենք առավել քան համախոհներ ենք, այդ ձեր նշած ճանապարհները եւ ոչ միայն այդ ճանապարհը, Արգավանդով անցնող ճանապարհը, Տանձութով անցնող ճանապարհը, Արմավիրի մարզում ընդերկօգտագործման հիմնական ուղղություններից տուժած ամենամեծ ճանապարհներն են, դեպի Վարդանաշեն, դեպի Մարգարա գնացող ճանապարհները։ Նախ ձեր ասած ճանապարհի մասով նախագծը Այդ է ուզում ասել, ձեր ասած ճանապարհի մասով, ինչպես նաև Տանձութից Արևիկ ճանապարհի մասով նախագծանախաշվային փաստաթղթերը ձեռք բերված են, Տանձութից Արևիկի մասով մրցույթը արդեն կայացած է, նոր ես դեպարտամենտի գործընկերներին նամակ հասցրեցի գրել, հեսա կպատասխանեն Եղեգնուտ Երասխանունի մասով ինչ վիճակ է, բայց մեծ հավանականությամբ այստեղ էլ մրցույթը կայացած է եւ առաջիկա օրերին այդ ամբողջ ճանապարհը կմեկնարկի շինարարական աշխատանքները, մենք հիմա զուգահեռ ընդերկօգտագործման մասին օրենքում որոշակի փոփոխություններ են իրականացնում, որոնք հնարավորություն կտան ավելի լավ վարչարարություն իրականացնել եւ գործընկերների հետ քննարկում ենք, չենք բացառում, որ առաջիկայում օրենսդրական փոփոխությամբ հանդես կգանք, որտեղ որոշակի ուրեմն բեռնատարողությունից բարձր մեքենաների համար պարտադիր պայման կլինի GPS-ների արկայությունը եւ պարտադիր պայման կլինի մեքենայի վրա կշեռքի արկայությունը եւ սա նաեւ չեմ բացառում, որ կդարձնենք մեքենաների տեղհստման պարտադիր պայման Օրինակ 5 տոննայից ավել կամ ենթադրենք 8 տոննայից ավել տարողության բոլոր մեքենաները, որոնք Հայաստանի Հանրապետությունում շահագործվում են, որպես տեղհսկողության պարտադիր պայման պիտի կրեն այս ուրեմն սարքերը իրենց վրա GPS-ները եւ կշեռքները, դրան զուգահեռ ուրեմն աշխատանքներ են իրականացվում նաև բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից եւ պիտի ուրախության որպես նաև այդ մարզի բնակիչ արձանագրեն, որ բազմաթիվ ապօրինի ընդերկօգտագործման դեպքեր են հայտնաբերվել վերջին ընթացքում բազմաթիվ պետական բյուջե բազմաթիվ վերականգնումներ են եղել եւ փաստացի օգտագործող բազմաթիվ հանքեր, որոնք ապօրինի են օգտագործվել, այս պահին չեն շահագործվում։